Չցանկանալով մեկնաբանել այս երևույթը, նշեմ, որ դիմումներում ներկայացված բոլոր դատողությունները կապված են եղել ոչ թե քաղաքացիներին վիրավորելու, թիրախավորելու եւ իմ կողմից հենց նոր նշված վարքագծին նմանվող երևույթների հետ, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուի քաղաքական խոսքի հետ։ Քաղաքական խոսքը հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում գտնվում է արտահայտման ազատության առավել բարձր պաշտպանության ներքո։ Ընտրությունները հենց այն ժամանակահատվածն են, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի կարծիքների, քննադատության, քաղաքական գնահատականների եւ նույնիսկ սուր կամ չափազանցված ձևակերպումների ազատ շրջանառությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած չափանիշների համաձայն արտահայտման ազատությունը պաշտպանում է ոչ միայն այն գաղափարները, որոնք ընդունվում են բարենպաստ կամ ընկալվում են որպես անվնաս, այլ նաև այնպիսի գաղափարներ եւ տեղեկություններ, որոնք կարող են ինչ-որտեղ վիրավորել, ապշեցնել կամ անհանգստացնել։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով թույլատրելի է չափազանցության, անգամ սադրանքի որոշակի աստիճանը, այսինքն իր արտահայտություններում անձը կարող է որոշ չափով անզսպություն դրսևորել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009 թվականի համապատասխան որոշումից է մեջբերումը, մենք գրավոր դիրքորոշմամբ այդ որոշումները կներկայացնենք բարձր դատարան։ Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով արձանագրել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ արտահայտություններն ունեցել են ակնհայտ կոպիտ, սուր կամ վիրավորական բնույթ, դրանք գնահատելով իրենց ընդհանուր համատեքստում դիտարկվել են որպես անմիջական հուզական արձագանք կամ կոշտ քննադատություն, այլ ոչ թե ինքնանպատակ վիրավորանք։ Բարձր դատարան այս գործի համար առանցքային նշանակություն ունի ինչպես քաղաքական խոսքի ներողություն եմ խնդրում ընդունելի լինելու, այնպես էլ դրա ազդեցության գնահատականի հարցը։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Սահմանադրական դատարանի ՍԴՎ 1606 որոշումը։ Այդ գործով դիմողները եւս պնդում էին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվել է բռնության կոչերով, սպառնալիքներով եւ ատելության խոսքի մթնոլորտով, ինչը ազդել է ընտրությունների արդյունքի վրա։ Սակայն Սահմանադրական դատարանը հստակ տարանջատել է արտահայտությունների գնահատման եւ ընտրությունների արդյունքների վրա դրանց ազդեցության հարցերը արձանագրելով։ Ամեն դեպքում Սահմանադրական դատարանը հարկ է համարում այդ արտահայտություններին անդրադառնալ դրանց հասցեականության տեսանկյունից, արձանագրելով, որ չնայած դրանց անընդունելի կոպտությանը եւ ցնցող ազդեցությանը, վկայակոչված արտահայտությունների համատեքստի վերլուծությունից բխում է, որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին եւ ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել։ Հետևաբար չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա։ Այս իրավական դիրքորոշումը մեր գնահատմամբ ամբողջությամբ կիրառելի է սույն գործով։ Դիմողները պարտավոր էին ապացուցել ոչ միայն այն, որ քաղաքական խոսքը եղել է կոշտ կամ անընդունելի, այլև որ այն իրավական ազդեցություն է ունեցել ընտրողների քաղաքական կամքի ձևավորման վրա եւ իր ծավալով կարող էր ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Նման ապացույց սակայն դատարանին չի ներկայացվել։ Ուստի միայն քաղաքական խոսույթի երբեմն կոշտ լինելը, որը իրականում եղել է սադրանքին արձագանք, չի կարող գնահատվել որպես ատելության խոսք եւ հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։